Օրվա խորհրդի հետ կապված կուզեմ դուք խոսեք, այս տարիքում եկել եք Ծիծեռնակաբերդ ձեր պարտքը կատարելու համար, ինչ խորհուրդ ունի այս օրը ձեր համար։ Ինչպես սկսեմ, անշուշտ ես եկած եմ հեռավոր դեղը Ավստրալիայեն, անշուշտ հայրենիքս է, այսօրս մոտ 25 տարի է որ գուքամ, ունիմ սանիկներս և շատ ուրախ եմ, որ այսօր ներկա գտնվեցա մեր նահատակներում իմ ծնողքիս հիշատակ հարգելու մեր 1.5 միլիոն նահատակներում հիշատակը մաղթեմ միշտական գրնամ կալ և չեմ կարող ուրիշ բան ասել, ինչ ասեմ, մեզի Աստված մեր հետ է, մեր հայրենիքը պահպան է, մեր ժողովուրդ, մեր զավակները, չտեսնան այսպիսի բաներ, որ իմ ծնողքս տեսած է։ Ձեր ծնողները որտեղից են։ Ներողություն։ Ձեր ծնողները որտեղից են, գաղթել են նորից։ Մայրս Զեյթուն են, Զեյթուն Մարաշվան ջդախ, հայրս Կեսարիա են, որ պինգած են, հասած են, չերտալիք տեղը դերզոր, անդեղ են, ինչպես բադահած է չեմ կիրեր, Եգիպտոսի ինգած են, փոքր դարիքնոն, բավական դժվար ժամանական ցուցած են, բայց պարտորոջ ինքսիկնին կդած են և ընտանիք կազմեցին և ես եղա, բայց կծավ իմ բորես, իմ հաջորդս չունեցա, բայց ունեցա 400 սանիկներս ահասիկ հոսենը, անոնց համար գուկամ, որպես երենքալ գիտնան ինչը հայրենիքը, հայրենիքին սերը, և մեզնան հայրենիքի սերով, և հայրենիքնիս մնա հայրենիք, մաղթեմ կալդարի գրնամ կալ։ Ինչ է ձեր համար հայրենիքը, երբ օրինակ Արցախն են կորցրել, արդեն 20 թվականից հետո Արցախն է կորցվել, Արցախը ձեր համար հայրենիքն էր։ Շատ դժվար է, բայց կացածը քնած, բայց նորեն գրնակալ է։ Եթե մենք պահանջենք, կպահանջենք կորանշուշտ, և պիտի պահանջենք, և պիտի հաջողենք, եթե այսօր չէ վաղը, նորեն պիտի ունենանք Արցախը։ Արցախը մերն է, և մենք Արցախին ենք։ Եթե լահասեղը կամ արտասահման ամենքնից հայ ենք և գճանանք մեր լավակույնն էլ, որ մեր հայրենիքը Արցախը մնա։ Հաջողություն կմաղթեմ ցեզի, Աստծի դերնիդ։ Դուք ասում եք, որ կջանաք ամեն ինչ անեք, որ Արցախը վերադառնա, բայց մեր իշխանությունները, եթե լսել եք հայտարարությունները, օրինակ նույն ցեղասպանության ճանաչման հարցը ասում են, որ իրենց օրակարգում առաջնահերթություն չի արտաքին քաղաքականության, ինչպես կմեկնաբանեք սա։ Ճիշտ է, չեմ ուզեր քաղաքականության մտնել, բայց ամեն ինչ կա այսօր, ինչս եմ, ամեն ինչ կա գուքա գերտա, բայց հայրենիքնից պիտի մնա, ինչպես իմացած եմ, հայը պիտի մնա մինչև աշխարհին վերջը։ Մենք հայ ենք, հայ պիտի մնանք, և մեր զավակները հայ պիտի մնան։ Հաջողություն ցեզի։ Ավանդաբար դրոշների այրման արարողություն է լինում ջահերով երթի մեկնարկից առաջ, երբ այրում են Թուրքիայի, Ադրբեջանի դրոշները, այս անգամ մեր վարչապետը սա որակել է որպես սադրիչ քայլ։ Ձեր համար ընդունելի է դա, որ դրոշները այրում են, իրենց ցասում ու պայքարի ձայնն են բարձրացնում։ Ինչի համար են դատապարտում սա մեր իշխանությունը։ Ամեն մարդ ազատ է ինչ որ գսե, բայց մենք պիտի պայքարենք, որպեսզի մեր հայրենիքը մնա։ Ասե, շնորհակալ եմ Աստծի դերնիդ, ներողություն։ Կներկանաք, ձեր անուն ազգանունը կասեք։ Մեհրան Քիսիկբաշյան, մի քիչ դժվար մականուն է, բայց գեսարական մականուն մնե, պետք է փոխեի, բայց ավելի թրքագանի գմուդենա, բայց դարիքս արած եմ չեմ փոխելու, անակ որ ցեզի գմախտեմ հաջողություն, հայրենիքիս հաջողություն, ինչպես ասի, այսօրվան գլիման գա, բայց կուկա գերտա,
Պիտի լավանա։ Պիտի լավանա։ Ուրիշ բան չխոսեմ։ Դուք կհասկանաք եւ մենք կհասկանանք։ Հաջողություն ցեզ։ Օրվա։ Շնորհակալություն։